Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 7-ն է, սա արդեն մեր երկրորդ երեկոյան հաղորդումն է, եւ այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք, թե ինչ է հիմա տեղի ունենում Պակիստանի եւ Հնդկաստանի շուրջ, ինչ իրավիճակ է, ինչ միջազգային արձագանք կա, ինչպես է արձագանքել Ադրբեջանը, ինչպես է արձագանքել Թուրքիան, ինչպես է արձագանքել Իսրայելը, ինչպես չի արձագանքել Հայաստանը, կամ ինչպես է արձագանքել օրինակի համար Ռուսաստանը, Չինաստանը, եւ դրանից բացի մի շարք այլ կարևոր հարցերի ենք անդրադառնալու, օրինակի համար այդ Մոսկվայում տեղի ունեցող շքերթին, ովքեր են մասնակցում, ինչ խոչընդոտներ ունեն, ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունը, այսինքն հատել արված իրավիճակը դրա համար եմ ասում, թե չէ բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունը, բայց կոնկրետ ինչ քայլեր է արդեն ձեռնարկում նրանց նկատմամբ, ովքեր որ մասնակցելու են այդ շքերթին։ Սկսենք մասամբ Հայաստանին վերաբերվող հարցերից, ճիշտ ասած շատ կարճ եմ ուզում անդրադառնալ, լավ է ընդհանրապես չանդրադառնամ, բայց չի ստացվի, չանդրադառնամ, քանի որ բան չի փոխվում այդ անդրադարձից հիմնականում, խոսքը նրա մասին է, որ Հայաստանում, Հայաստանի ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է շքերթին, քանի որ Հայաստանը բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն է վարում, բայց մենք տեսնում ենք, որ լուրջ փոփոխություններ կա նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ հենց Ռուսաստանի մասով եւ հատկապես մայիսի 9-ի տոնական տարություններին մասնակցելու մասով ցավալի է այդ փաստը այն առումով, որ այն կարող է մեզնից ավելի շատ խելել, քան տալ մեզ։ Ես հասկանում եմ, թե ինչ մտահոգություններ ունի Հայաստանի իշխանությունը, ինչի է մասնակցում, բայց եթե մենք հիմա փորձենք հասկանալ, թե դրանից ավելի շատ շահում ենք, թե վնասներ ենք ստանում, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ մենք շատ ավելի մեծ վնասներ ենք ստանում, քանի որ անցած տարի օրինակի համար այդ շքերթին մասնակցելը այդքան լուրջ հանցագործություն չէր դիտվի, բայց երբ որ երկրներին արգելում են բացել իրենց օդային տարածք եւ հստակ խոչընդոտներ են ստեղծում, որ լավ օրինակ ամենաթարմ օրինակը րոպեների Վուչիչի Սերբիայի նախագահ Վուչիչի թույլ չտալն էր Եվրոմիության օդային տարածքը օգտագործել եւ նա ստիպված էր կատարել գալ Բաքու, վայրէջք կատարել Բաքու եւ հետո նոր թռնել Մոսկվա եւ ելի մի շարք երկրների առաջնորդների չեն թույլատրել փաստացի մեկնել Մոսկվա։ Եվրամիության երկրները փակում են իրենց օդային տարածքը, որպեսզի ոչ ոք չկարողանա գնալ այդ շքերթին, եւ սա շատ լուրջ հարց է։ Մենք գիտենք կայակալացի դիրքորոշումը եւ հայտարարությունը, ել չեմ կարծում, որ արժի մեջ բերել է վերաբերմունքը, ճիշտ է ինքն գնացել էր Բաքու, դա կարելի է իրան 30-ով տալ, ես միշտ ասել եմ դրա մասին, միանշանակ, ինքն այցելել է կոնկրետ հակառակորդ երկիր, ում հետ որ Հայաստանը ռազմական բախում է ունեցել, երբ որ հարձակվել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա, բայց դրանից առաջ հարձակվել էին Արցախի վրա։ Մենք ավելի մեծ հնարավորություն ունենք ասելու Եվրամիությանը, որ դուք գնացել եք այդ երկիր, բայց նույն ժամանակ մենք հասկանում ենք, որ մենք տարբեր քաշային իրավիճակներում ենք, եւ եթե Եվրամիությունը մեզնից երես թեքի, դա էլ կա։ Մենք շատ ավելի լուրջ խնդիրներ կունենանք, քան այդ շքերթին չմեկնելուց առաջացող խնդիրներ։ Մեր հիմնական աջակիցը Եվրամիությունն է, եւ եթե նույնիսկ Եվրամիությունը կողքի դնենք Ֆրանսիան, հիմա պատկերացրեք, եթե Ֆրանսիան սկսի իր դիրքորոշումը փոխել Հայաստանի նկատմամբ, ասելու ենք, որ Ֆրանսիան վատն է, մեր բախտը էլի շատ վատն է, եւ ինչ է դուրս գալու դրանից, եթե ընդհանրապես հրաժարվի Ֆրանսիան ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին եւ այլ բազմաթիվ երկրներ եւս սկսեն փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Նույն Գերմանիան, Մեծ Բրիտանիայի շատ շուկուրը չեն կապերը, Մեծ Բրիտանիան, բայց սրանց արագ է օգտվելու Ադրբեջանը, իմիջայլոց այն փաստը, որ Ալիևը մասնակցելու է այդ շքերթին, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ մենք հավասար պայմաններում ենք գտնվում, Ադրբեջանից Եվրամիությունը ճգում է, չէ՞, ինչ է ձեռք բերում։ Հա, ճիշտ է, շատ լավ գիտեք, էներգետիկ կախվածություն ունի Ադրբեջանից Եվրամիությունը։ Եվ հետեւաբար, եթե Հայաստանն էլ չի խորացնում հարաբերությունները Եվրամիության հետ եւ այդ քայլով միանշանակ հասկացնել կտան Հայաստանին, որ այլևս այդ խաղերի ժամանակ ավարտվել է, ես հույս ունեմ ուղղակի, որ նման բան տեղի չի ունենա, բայց իմ պատկերացմամբ այս անգամ հնարավոր է շատ վատ արձագանք ստանանք մենք Եվրամիության երկրների, շատ բացասական եւ հետևանքներ ունեցող արձագանք։ Կրկնեմ, ես վանգան չեմ, 100%-ով չեմ կարող պնդել,
բայց իմ պատկերացմամբ այս անգամ վատ արձագանք կլինի, հույսով եմ, շատ մեծ հույսով եմ, որ սխալվում եմ, ուղղակի լավ կլինի, որ ես սխալվեմ։ Հիմա անցնենք միջազգային կարևոր իրադարձությունների, որոնք որ կրկին ուղիղ կապ ունեն Հայաստանի հետ։ Ինչ հայտարարություն է տարածել Հնդկաստանի արտգործնախարարությունը։ Տեսենք հայտարարություններից, կարծում եմ ավելի ճիշտ կլինի։ Սինդու գործողությունը Հնդկաստանը իրականացրել է այն պատճառով, որ կանխի հետագա ահաբեկչական գործողությունները Հնդկաստանի տարածքում։ Հնդկաստանը հետախուզական տվյալներ ուներ, որ Պակիստանը նոր ահաբեկչական գործողություններ էր ծրագրում Հնդկաստանի դեմ, եւ այդ պատճառով է Հնդկաստանը փաստացի այդ պատասխան գործողությունը իրականացրել պակիստանյան այդ տերորիստական խմբավորումների դեմ։ Եվ Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդից հայտնում են, որ Հնդկաստանը շատ ավելի լուրջ պատասխան կտա Պակիստանին, եթե Պակիստանը որոշի ինչ-որ գործողություններ իրականացնել։ Այստեղ կարևոր է նշել, որ Թուրքիայի արտգործնախարարը միանգամից կապնվել է իր պակիստանցի գործընկերոջ հետ եւ շատ լուրջ աջակցություն է հայտնել Պակիստանին Թուրքիայի կողմից եւ ցավակցել է նաեւ զոհերի հարազատներին։ Նույնն է արել նաեւ Ադրբեջանը արտգործնախարարության մակարդակով հստակ դատապարտելով Հնդկաստանի հարվածները եւ իրենց հավատարմությունն են հայտնել Պակիստանին, Պակիստանի ժողովրդին, ցավակցել են իրենց խոսքով անմեղ զոհերի ընտանիքներին, հարազատներին եւ ապաքինում են մաղթել բոլոր վիրավորներին։ Իսկ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը այս պահի որևիցե արձագանք չի տվել։ Իսրայելը հստակ աջակցել է Հնդկաստանին, մենք գիտենք, որ նաեւ Իրանն է աջակցում Հնդկաստանին, Իրանից էլ չեմ տեսել ճիշտ ասած հայտարարություն, բայց չեմ կասկածում, որ նման հայտարարություն կլինի։ Ռուսաստանի Դաշնությունը փորձել է հավասարակշռված հայտարարություն անել, նույնն է արել նաեւ կարծես Չինաստանը, համեմատաբար հավասարակշռված, քանի որ լավ առևտրաշրջանառություն ունի Հնդկաստանի հետ, բայց հստակ աջակցում է Պակիստանին։ Բայց կարևորը այն է, որ Հնդկաստանի արտգործնախարարի հայտարարության մեջ հստակ ասվում է, որ դա պայքար է ահաբեկչական խմբավորումների դեմ եւ աշխարհը պետք է հասկանա, ընդունի եւ հստակ աջակցի Հնդկաստանին։ Հիմա այստեղ եթե Հայաստանի արտգործնախարարությունը լռում է, չեմ կարծում, որ Պակիստանի նկատմամբ պետք է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն իրականացնել։ Ես սա չեմ ասում քննադատելու համար, իրոք փորձում եմ օգտակար լինել, ճիշտ խորհուրդ տալ, քանի որ միանշանակ Հնդկաստանը հաշվի է առնելու այն երկրների դիրքորոշումը, որոնք որ ինչ որ մի ձևով աջակցել են Հնդկաստանի գործողություններին։ Տարբեր ձև կարող էր անել հայտարարություն արտգործնախարարությունը, կարող էր որոշակի մեղմ անել, բայց հստակ հասկացնել տալ, որ աջակցում է Հնդկաստանին, կարող էր Հնդկաստանում Հայաստանի դեսպանը հայտարարությամբ հանդես գալ, տարբեր ձևեր կար։ Դատապարտեին ահաբեկչական գործողությունները, ինչ որ ձևով հասկացնել տային, որ իրենք կիսում են Հնդկաստանի մոտեցումները եւ մտահոգությունները եւ ահաբեկչության դեմ պայքարը չափազանց կարեւոր է։ Անցած անգամ, երբ որ այդ ամենը տեղի ունեցավ, այսինքն այդ շրջանում ահաբեկչություն տեղի ունեցավ Կաշմիրում, որի հետևանքով որ առաջացավ այս կոնֆլիկտը, այդ ժամանակ Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել էր, ցավակցել էր, դա շատ լավ է, բայց կարծում եմ հիմա անպայման ինչ որ մի ձև պետք է Հայաստանը դիրքորոշում հայտնի։ Պակիստանը, եթե մենք հայտնենք կամ չհայտնենք, դրանից իր դիրքորոշումը չի փոխելու, միանշանակ չի փոխելու Ադրբեջանի նկատմամբ եւ Ադրբեջանին կրկին շարունակելու է զենք վաճառել։ Եթե մենք հիմա ինչ որ մի ձևով եկուց մեր կարևոր է լինի, ես արդեն դրա հույսներ չունեմ, դրա համար եմ այսպես խոսում։ Ինչ որ մի ձևով մենք հասկացնել տանք, որ Հնդկաստանի կողքին ենք, ես կարծում եմ, որ Հնդկաստանը դա կգնահատի պատշաճ ձևով եւ մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք ավելի լավ, ավելի լուրջ զինատեսակներ ձեռք բերելու Հնդկաստանից։ Այդ առումով չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք արձագանքել։ Թուրքիան հիմա կզայրանա, Ադրբեջանը կզայրանա, դրանից Թուրքիա եւ Ադրբեջանի ծրագրերը միանշանակ մեր նկատմամբ չեն փոխվելու, միանշանակ։ Ադրբեջանը ինչ նպատակներ եւ ծրագրեր որ ունի Հայաստանի նկատմամբ, եթե հնարավորություն ունենա, առանց նրա թե մենք աջակցել ենք Հնդկաստանին թե չէ, Ադրբեջանը միանշանակ այդ ծրագրերը եթե կարողանա իրականացնելու է։ Հետևաբար ինչն է խանգարում Հայաստանին, ինչ որ չափով, ինչ որ ձևով հստակ
աջակցություն հայտնել Հնդկաստանին։ Երբ կրկնեմ, շատ կարևոր է, որ այս իմաստները որպես բարի խորհուրդ ընկալվի։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի եւ Ռուսաստանի շուրջ։ Կուբայի եւ Բրազիլիայի առաջնորդներին արդեն արգելել են նույնպես եվրոպական երկրներով անցնել Մոսկվա, հատկապես Էստոնիան արգելել է օգտագործել իրենց օդային տարածքը, խոսեցինք նաև Բուչիչի մասին, որ նրան եւս արգելվել էր եւ նա ստիպված էր վայրեջք կատարել Բաքու, հետո նոր մեկնել Մոսկվա։ Կոնգոյի առաջնորդը արդեն այցելել է Մոսկվա, արդեն Մոսկվայում է գտնվում, եւ հիմա փաստացի Հայաստանը եւս Հայաստանի վարչապետը եւս այցելելու է Մոսկվա։ Բայց դա չէ կարևորը, դրանից կարևոր հարցեր կա, եւ կարևոր հարցը այն է, թե ինչպես են ապահովելու այդ շքերթի անվտանգությունը, որին որ մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչ է լինելու այն ժամանակ, երբ որ ադրբեջանցի զինվորականները անցնելու են շքերթով այդ ժամանակ Կարմիր հրապարակում։ Եվ Ուկրաինայի շուրջ մի շարք այլ կարևոր հայտարարություններ են արվում հիմա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը նախագահ Քիթ Քելոգը շատ կարևոր հայտարարություն է արարել, որը որ հետաքրքիր գաղափարներ է բացահայտում, թե հիմնականում ինչ է հիմա քննարկվում բանակցային սեղանի շուրջ, եւ ասում է, որ Ուկրաինան պատրաստ է 15 կիլոմետր հետ քաշվել, եթե Ռուսաստանն էլ 15 կիլոմետր հետ քաշվի եւ որոշակի չեզոք գոտի ստեղծվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, բայց փաստացի, ես որքան հասկանում եմ այդ հայտարարությունից, Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում նման համաձայնություն տալ։ Եվ մեկ այլ կարևոր տեղեկություն, սա երևի հստակ տեղի ունենում այս օրերին ցուցադրելու, թե որքանով վճռական է Եվրոպան, շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Եվրոկոմիսար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, փաստացի ով որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ասել է, որ հենց հիմա արդեն 2025 թվականից կոնկրետ բանակցություններ պետք է սկսվեն Ուկրաինայի հետ, եթե երբեք Ուկրաինան անդամակցելու Եվրամիության։ Այսինքն լուրջ ձևով արագացնելու են հիմա այդ գործընթացը, որ Եվրամիության անդամ դառնա Ուկրաինան։ Քաղաքական որոշումը կարծես թե արդեն կա եւ շատ հստակ է։ Ուկրաինական բազմաթիվ դրոնների մասին արդեն մենք նախորդ հաղորդման մեջ ենք խոսել, որ դրա պատճառով հեռախոսային խափանումներ կան Ռուսաստանում, նույնիսկ բանկոմատների խնդիր կա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զեկուցել է, որ կարծես 500-ից ավել դրոններ են կարողացել ոչնչացնել բազմաթիվ հրթիռներ, ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը եւս հարվածներ է հասցրել Կիևին, կան վիրավորներ, 2 զոհել կա, 1 երեխա զոհվել է, փաստացի իր մայրը հետ զոհվել է, այդ երեխայի 8 վիրավոր կա այդ հարձակման հետևանքով։ Փաստացի իրավիճակը նաեւ անկիշ չէ Կարմիր ծովում, չնայած որ Դոնալդ Թրամփը ասում էր, որ Պուտինները խոստացել են, որ այլևս չեն հարձակվելու միջազգային նավերի վրա, բայց այդ շարժման առաջնորդները հայտարարում են, որ դա չի վերաբերվելու իսրայելական նավերին եւ նրանք թիրախավորել են իսրայելական նավերը, քանի Իսրայելը արգելափակում է միջազգային օգնության մուտքը Գազայի շրջան։ Հասա այն վերջին տեղեկությունները, ինչ վերաբերվում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ռազմական բախման շարունակությանը, տարբեր հայտարարություններ կան երկու կողմից։ Պակիստանը ասում է, որ պատասխանելու է, Հնդկաստանը ասում է, որ եթե պատասխանեն ավելի լուրջ եւ կոշտ հարված կունենան Հնդկաստանի կողմից եւ կա խոսք, որ երկու կողմից զորքերը ավելի ու ավելի մոտեցվում են։ Ես կարծում եմ, որ ռազմական բախում այնուամենայնիվ հիմա տեղի կունենա եւ պատերազմը կշարունակվի։ Այնինչ առավոտյան տեղի ունեցավ, դա պատերազմական գործողությունների բավական լուրջ պատերազմական գործողությունների սկիզբ էր։ Հիմա կարծում եմ ամեն ինչ ավելի շատ կախված է Պակիստանից։ Այս պահի այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի կարևորության համար, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն, կհանդիպենք։